Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ վերլուծաբան Բենյամին Մաթևոսյանն, շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան։ Շնորհակալություն Իշխանական ռեպրեսիվ ապարատը անցել է այսպես ակտիվ գործողությունների, այսօր հայտնի դարձավ, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում կամ, չգիտեմ, քննչական գործողություններ ավելի ճիշտ է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տանը, իր որդու տանը, հա, եւ նաեւ նախագահ Քոչարյանի եւ որդին, ավագ որդին Սեդրակ Քոչարյանը բերման ենթարկվեցին, հետո հայտնի դարձավ, որ մի շարք այդ քրեական գործում մի շարք այլ անձանց անուններ կան, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի անունը, ինչ է տեղի ունենում, սա զուտ պարլամենտի երեկվա այսպես փոխհրաձգության այսպես դրսևորումներ իշխանության կողմից, թե սա նախապես պլանավորած, որտեղ կամ քրեական գործեր, ինչ որ նյութեր մշակված, հա, նախապես պլանավորված էր, ուղղակի այսօր բաց թողնվեց գործընթացը։ Պիղծ դավաճան ասված է, ինքը որևիցե ազդեցություն չի ունեցել այս գործընթացների վրա, այն համատեքստում, որ առանց այդ հայտարարության այդ գործողությունները պետքա տեղի ունենային, եւ ես կարծում եմ, եթե ես չեմ սխալվում, անցյալ շաբաթ երբ որ Լևոն Քոչարյանը պատմեց, որ ընտրություններից հետո արդեն եղել են դեպքեր, երբ որ զինված մարդիկ տարբեր օբյեկտներում Քոչարյանի ընտանիքին պատկանող քննչական գործողություններ են իրականացվել, ուղղակի այսօր ավելի լայնամասշտաբ գործողություններ են իրականացվել, ավելի այսպես եթե լայն սպեկտրով նայեք, այս ամեն ինչը իրականում սպասելի էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը չել էր թաքցնում ընտրություններից առաջ, որ հենց այս սցենարով են գործողությունները զարգանալու, լինի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, լինի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ես կարծում եմ, տրամաբանությունը նաև հուշում է, որ հաջորդիվ Սամվել Կարապետյանի դեմ այս տեսակ գործողություններ են եւս իրականացվելու, այսինքն այս առումով ես այտենց շատ մեծ նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն ինչ սպասելի էր, բայց այս գործընթացը բացի նաև ներքաղաքական որոշակի տրամաբանությունից իմ խորին համոզմամբ ինքը ունի նաև արտաքին քաղաքական որոշակի երանգներ, ու այդ երանգները ես կառանձնացնեի երկու ուղղություն՝ ռուսական եւ ադրբեջանական։ Ռուսականի մասով նշեմ հետեւյալը. Եթե այդ փոխհրաձգությունը երեկվա մի կողմ ենք թողնում ու ավելի կենտրոնանում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա, դա ծրագրային ելույթ էր, հակառուսականության պիկին հասնող ելույթ էր, եթե փորձենք բանաձևով ներկայացնել, ինչ էր այդ մարդը ասում է նախկինում մեզ ներարկել էին մի համակարգ, որտեղ կար դրսից էլի ներարկված արտաքին թշնամու կերպար, ու այդ արտաքին թշնամին Ադրբեջանը, Թուրքիան են, դա մեզ պարտադրել էր կայսրությունը, այսինքն Ռուսաստանը հիմա փոխակերպումն է տեղի ունենում, ասում է չդիմադրենք Թուրքերի Ադրբեջանի մասով պայմանավորվենք, բայց թշնամի հռչակվում է Ռուսաստանի Դաշնությունը ու ինքը գրեթե մաքսիմումի հասցրեց, այսպես ասած, խաղադրույքները Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինքը ինչ է ասում է հետեւյալը, որ դե եթե դուք դեկտեմբերին ուզում եք սառեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ես էլ այստեղ այսպես ասած փոխանակման ֆոնդ եմ ձևավորում, փոխանակման ֆոնդը վերաբերվում է հետեւյալին, Գագիկ Ծառուկյանին է կալանավորել, Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողությունները անում, կրկին ասեմ, ես կարծում եմ ու տրամաբանությունը դա ուշում է, Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ կանեն, հետո Բորիս ինչն էլ նաև նկատելի, ուրեմն իշխանական մամուլը երբ որ կարդում եմ ու լսում եմ նաև իրենց փորձագետներին, վերլուծաբաններին, ինչ են ասում են ռուսական ակտիվները, որոնք կային Հայաստանում միջև Ղարաբաղի հետ տեղի ունեցած, իսկապես ակտիվ էին, այսինքն Ռուսաստանը դրա շնորհիվ ինչ որ ազդեցություն ուներ Հայաստանում, բայց հիմա այդ ակտիվները վերածվել են տոքսիկ պասիվների Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ինչ են իրենք ասում, որ եթե Ռուսաստանը այս տրամաբանությամբ գործողությունները շարունակում է, այսինքն շարունակելու է փակ պահել շուկաները ռուսական շուկան հայկական արտադրանքի համար, ասում է բանը, ուրեմն տեսեք, հեռուստաալիքների հեռարձակումը ռուսական կսահմանափակենք, յուկաժդեից կխլենք կոնցեսիոն պայմանագիրը հայկական երկաթուղիների կառավարմամբ, ռուս սահմանապահներին կհանենք, 102-րդ ռազմաբազան կհանենք, այսինքն Նիկոլ Փաշինյանը ձևավորվում է, կրկին ասեմ, փոխանակման մի հատ մեծ փաթեթ, շատ մեծ փաթեթ,
որ Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, բանակցությունների ժամանակ մեզ հանգիստ թողեք, մենք էլ դա մեզ հանգիստ թողեք, մենք էլ դա ձեզ կվերադարձնենք, դուք էլ թողեք, մենք մեր ապրանքը վաճառենք, մենք մեր այսպես ասած ինքնիշխան Մենտեղ հետաքրքիր բան կար կառավարության ծրագրի ներկայացման այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երկաթուղային ուղղությունները չեն գործարկվում, որովհետև իբր կան միջազգային ներդրողներ, ապրանք առնողներ, ծախողներ եւ բոլորը եկել Նիկոլ Փաշինյանը զեկուցել են, որ որ ռուսական է այդ երկաթուղին մենք չենք լինի, բայց սա նախերգանքն է կարծեք թե ռուսական ռազմաբազայի դուրսբերման, որովհետև եթե կան գործարարներ, որոնք պատրաստ չեն ռուսական այսպես սպասարկում ունեցող երկաթուղով ապրանք տեղափոխել Հայաստանի տարածքով, այդ դեպքում ինչու պիտի իրենք ռուսական ապրանք տեղափոխեն մի տարածքով, որտեղ կա ռուսական զորքի ներկայություն։ Սա կարելի է համարել ռուսական հավելենք նաև սրան Էմանուել Մակրոնի խոսքերը, ով մայիսին Հայաստանում ասում է եկեք ձև չանենք, թե մենք չենք նկատում, որ Հայաստանում 4000 ռուս զինծառայող կա, խոսքը սահմանապահ զորքերի 102 ռազմաբազայի մասն է։ Ուղղակի Այս բլոկը ամփոփելով ես մի բան եմ ուզում ասեմ։ Հայաստանում սրա անկալումը ես կարծում եմ նաև անդիմության մոդել չկա, որովհետև շատ է, չէ՞ սրա մասին խոսվել, որ մարդիկ կան, ովքեր ֆորմալ Նիկոլ Փաշինյանին դեմ են, բայց գաղափարապես իրանք մաքուր Փաշինյան են։ Իրանց խնդիրը Նիկոլի հետ միայն այն է, որ իրանք չեն իրականացնում այն, ինչ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է։ Որից այն պահին երբ որ վերջին ռուս զինծառայողը լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, Հայաստանը կդադարի հետաքրքիր լինել Եվրոպային, որտեղ ինքը իր ֆունկցիան այսպես ասած կկատարի Ռուսաստանին ինչ որ չափով վնասը հասցվելու իր ներկայությանը Հարավային Կովկասում։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը դադարելու է հետաքրքիր լինել եվրոպացի մեր հարգարժան գործընկերների։ Բայց ով ասաց, որ մենք թուրքերին հետաքրքիր ենք լինելու այն տրամաբանությամբ, որ իրանք մեր հետ ինչ-որ համագործակցություն կցավալեն, ինչու իրանք պետք է հանդուրժեն հայկական պետականությունը իրենց կողքին, եթե միշտ այդ պետականությունից լինելու է վտանգ, որ այնուամենայնիվ ինչ որ մի պահի, ինչ որ հանգամանքներից քվազի պետականություն լինի, քվազի անունով հայկական, բնույթով թուրքական, ինչու՞ չի կարող։ Միևնույնն է, այստեղ այս հարցի պատասխանը մենք սրա մասին իրականում անցյալ հաղորդման ժամանակ էլ ենք խոսել, այս հարցի պատասխանը տվել է Ալաշուքյուր Փաշազադեն, ով երբ որ սկսեցին հարձակումները կաթողիկոսի նկատմամբ ինքը ինչ էր ասում, այս պետականությունը եթե փլուզվի, ներկայիս պետականությունը, ասում է պարզ է, որ հնարավոր է փորձեն ադրբեջանական տարածքների վրա պահպանելով Էջմիածինը ստեղծեն նոր հայկական պետություն, այսինքն իրանք այդ վտանգը միշտ էլ տեսնելու են ու նույնիսկ կվազի պետությունը չեն հանդուրժելու։ Ուրիշ մի հատ բան ասեմ, այս վերջերս ամերիկյան մամուլում այսպիսի մի հրապարակում եղավ, որ Դոնալդ Թրամփը Էրդողանին հարցել, ասում է Սիրիան ինչու ամբողջությամբ չգրավեցիր, խոսքը վերաբերում է նրան, որ հիմա այդտեղ Սիրիայում կան խնդիրներ կապված Իսրայելի ներկայությամբ պոտենցիալ բախման հետ, Էրդողանը ասաց, որ մենք կողմ ենք, որ սիրիական պետությունը շարունակի գոյություն ունենալ, բայց կոնտեքստը որն էր, այսինքն դուք սխալ եք արել, որ Սիրիան ձեզ չեք միացրել, ով ասաց, որ այդ սիրիական սխալը իրենք չեն փորձի ուղղել Հայաստանի մասով, խոսքը սրա մասին է, այսինքն քանի այստեղ կա ինչ-որ մի սուբյեկտ կվազի լինի, կվազի չլինի, բայց որը կոչվում է հայկական, միշտ էլ լինելու է վտանգը, որ ինչ-որ գործընթացներ կարող են լինել ու մենք չասեմ 180 աստիճանով կվերափոխենք միանգամից ամեն ինչ, բայց կսկսենք գոնե այդ ուղղությամբ շարժվել։ Հետևաբար դա այսպես ասած բնում պետք է լինելու խեղդել։ Հենց ռուս զինծառայողները գնան, ինձ թվում է այդ հարցը շատ արագ կլուծվի ու նաև եւս էլի մի կարևոր հանգամանք, իշխանությունները շատ էին ուրախացել այն լուրից, որ Թուրքիան դեպի Գյումրի տանող երկաթգիծը սկսել է վերականգնել, որից բայց երկաթ գծով դու տնտեսական ապրանքներից բացի էլ ինչ կարաս տեղափոխել, օրինակ տանկեր։ Այսինքն այնպես չէ, որ Թուրքիայի Ադրբեջանի մոտեցումները տեսանելի չեն, այլ բան է, որ մեզ այլ իրողություն են փորձում հրամցնել։ Սա այս մասով ու երրորդ կոմպոնենտը, որը կապված է Քոչարյանի դեմ գործողություն, պարզ է, որ դա պայմանավորված է ադրբեջանական կողմի մոտեցումներով, ցանկություններով, պահանջներով։ Իրենք ուզում են, որ Հայաստանում փոխվի սահմանադրությունը։ Իդեպ հետաքրքիր է ներողություն եմ խնդրում, որ երկար ժամանակ վերլուծական շրջանակները լրագրողները, քաղաքական գործիչները ասում էին, որ եկեղեցու դեմ գործընթացը թելադրված է Ադրբեջանի կողմից, որովհետև վեհապարը Շվեյցարիայում Արցախին նվիրված մեծ համաժողով էր հրավիրել եւ նաեւ մշտապես խոսում է այդ հարցերի մասին։ Իշխանությունները ամեն կերպ հերքում են, բայց փաստորեն 3 խորհրդարանում Փաշինյան ասաց, որ պատճառներից մեկը, իսկ ես վստահ եմ, որ դա միակ պատճառն է, գլխավոր միակ, որտեղ մնացյալ բոլոր պատճառների մասին
ենթադրյալ ճակերտավոր պատճառների մասին Փաշինյանը կարող է միջև այդ Շվեյցարիայի ժողովն էլ իմանալ էլի Արցախի մասին ասաց որ այո քանի որ եկեղեցիներում Արցախի անունն են տալիս այսինքն բայց ինչու նաև դա ասաց սա է հարց որովհետև կարող էր չասել չէ կարող էր շարունակել այն նախկին հեքիաթը որ վեապարա դուստր ունի այ Փաշինյան դրանից խոցված է չգիտեմ եկեղեցում սա են անում մոմ են վաճառում այ դրանից Ալեն Սիմոնյանն է խոցվել հա կարող են չէ հեքիաթը շարունակել ինչու ճշմարտությունը ասվեց խորհրդարանի ամբիոնից դա ավելի շուտ կարելի ես ընկալում եմ որ ավելի շուտ բան էր պատասխանատվության ստանձնում էր հրապարակային Ալիևի առաջ Ես դա եմ ուզում ասել այսինքն Նիկոլ Փաշինյանը արձանագրում է որ ինքը թեկուզ եւ հայտնի է բոլորին որ դա ադրբեջանական պահանջ է մաքուր ադրբեջանական պահանջ է ինքը ազգային ժողովի ամբիոնից ասում է որ ինքը պատրաստ է այդ պահանջը կյանքի կոչել սա չափազանց կարևոր այսպես ասած արձանագրում էր իր եւ Ալիևի միջև հարաբերություններում ու իսկապես էլի գալով այդ հայ-ադրբեջանական հարաբերություններին Ինչ կոնտեքստ կա էլի հիմա մեր հարաբերություններում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատում սահմանագծում պետք է իրականացվի Ադրբեջանի պահանջների համաձայն, այսինքն ոսկե պարը Տիգրանաշենը պետք է հանձնվեն Ադրբեջանին, ինչի շնորհիվ Ադրբեջանը վերահսկողություն կունենա Հայաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջպետական մայրուղու նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստան եկող երկու գազատարների նկատմամբ de facto իրենք վերահսկողություն են ունենալու, որովհետև ոչ թե պարզապես տեսանելիության գծի վրա է լինելու, այլ իրավիճակը այնպիսին է լինելու, որ ինքը կարողանալու են կրկնել այն, ինչ արեցին Արցախ տանող գազատարի հետ կարող են պայթեցնել սա պետք է իրականացվի եւ իհարկե համանadrական փոփոխությունները ու ես այստեղ մի հատ կարևոր նրբերանգի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել կարծում եմ դուք էլ որպես ակտիվ ես այսպես ասած գործընթացներում ներգրաված մարդ ես հայտարարությունները ֆիքսել եք ձեր համար Արուսակ Ջուլակյանը ելույթ ունենում ազգային ժողովում հարց են տալիս համանդրական մեծամասնության մասին ինքը ասում է հետեւյալը ով ասաց որ չենք կարող անդիմության падգամավորներին համոզենք հետները խոսենք, բացատրենք իրանք էլ հասկանան դրա կարևորությունը ու երեք այս նույն թեզերը հանրային հեռուստաընկերության եթերում Սրփուի Գալյանն էր առաջ տանում։ Դրամաբանությունը հուշում է, որ մենք կարող ենք գալ մի պահի, երբ որ ընդդիմության առաջնորդներին կձերբակալեն եւ արդեն իրենց էլ գործարք կառաջարկեն, այսինքն դուք ազատության մեջ կլինեք, եթե դուք կողմ քվեարկեք համանդրական փոփոխությունների փաթեթին, կամ էլ անազատության մեջ պահելով առաջնորդներին կփորձեն ճնշումներ բանացնել խմբակցությունների պատգամավորների վրա։ Բայց ասում են, չէ, ընդդիմադիրներին։ Վերլուծական շրջանակներն ասում են՝ մի վերցրեք մանդատները, որ այդ վտանգը չլինի, որովհետև դուք չգիտեք ինչ գործողություններ են լինելու ձեզ ձեր թիմակիցների։ Ես ասեմ ավելին, եթե իմ վարկածը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը կարա վերցնի այդ համանդրական փոփոխությունների փաթեթը, գա ազգային ժողով, իր կողմնակիցներին կանչի ազգային ժողովի շուրջը գրոհեն, ինչպես 18 թվականի հոկտեմբերին արեցին, ու ասեն հետեւյալ, եթե կողմ չեք քվեարկում, պատերազմ է լինելու։ Այս սրա պատասխանը ես չգիտեմ անդիմությունը ունի թե չէ։ Ես շատ անկեղծ դա ասում եմ։ Ինչը վերաբերում է մանդատներին, ես միջև այս թնջուկը ավարտվելը Ես անկեղծ կարծիք եմ ատում, որովհետև ես իսկապես այդպես եմ կարծում։ Մանդատը ի վերջո ինքը ինչ է, դա քաղաքական պայքարի գործիք է։ Եթե դու ունես քաղաքական պրոյեկտ, որում այդ մանդատները պետք են, գնա վերցրու ու նաև շատ անկեղծ քո թիմակիցներին էլ, քեզ ընտրողներին էլ ասա, որ ես վերցնում եմ այս սրա համար, բայց եթե դու ծրագիր չունես, մանդատները վերցնում ես, այն տրամաբանությամբ, չգիտեմ, էշ մի սատկի գարուն կգա, ժամանակը կգա կհասկանանք եւ այլն եւ այդպես շարունակ, այդ պարագայում իհարկե անդիմությունը մաշվելու է եւ անդիմությանը առաջ են քաշելու հենց այս առաջ են բերելու նաև այս հարցերը, ասում են ինչու եք դուք վերցել մանդատները, ինչ նպատակով եւ այլն, բայց կրկին ասեմ, շատ անկեղծ, ի վերջո քաղաքականությունը ինքը իթիվս այլնի, եթե ոչ առաջին հերթին պայքար է իշխանության համար։ Եթե այդ պայքարում դու հիմնավոր կարաս ներկայացնես թե մանդատը քեզ ինչի է պետք իհարկե վերցրու։ Եթե ոչ, դու միջև հաջորդ ընտրական ցիկլ չես դառնա։ Լավ, հիմա ինչ է լինելու ձեր գնահատմամբ, որովհետև անդիմությունը կարծեք թե բաց է թողել իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը։ Այդ բառը ես սա ինչու եմ ասում, որովհետև երբ Փաշինյանը գնում են նման տոտալ ձերբակալությունների, այսպիսի խոշոր քաղաքական դերակատարների, նշանակում ինքը վստահ է, որ գործընթացներ չեն լինելու։
մի փոքր ուրիշ տրամաբանությամբ ես կմոտենայի սրան ու ես ասեմ նույնիսկ ավելին այն ինչ ինքը անում էր միջև ընտրությունները, այսինքն ամեն օր այդ ձայնագրությունների հրապարակում այդ հրապարակային խոսույթը կա այսպեսի մի ձևակերպ, եթե ինչ որ մեկը քեզ սպառնում է, որ ինքը քեզ սպանելու է, ուրեմն իմացի որ ինքը գալու է քեզ սպանի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ անում է, իրենք ամբողջ նախընտրական պայքարը սա պատրաստում էին։ Այլ հարցը որ ընդդիմությունը այդ ճակերտավոր պլան B-ն չունեցավ։ Սա շատ լուրջ սխալ է, ու իրենք հիմա այդ սխալի պտուղները քաղում են։ Ու ես կրկին ասեմ, տրամաբանությունը հուշում է, որ հաջորդիվ գալու են Սամվել Կարապետյանի ետևից, որտեվ այս պայդրությամբ ինքն է Ախոյանը, իսկ ինչ անելու ընդդիմությունը, որից եթե ես ու դու այստեղ նստած այս ամեն ինչը քննարկում ենք ու հասկանում ենք, որ լինելու է այդ համանդրական փոփոխությունների հասկանում, բայց դե հիմա բայց փորձը ցույց է տալիս, որ հենց մենք էլ հասկանում ենք։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ լինելու է այդ համանդրական փոփոխությունների հետ կապված այդ դրվագը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում, այդ սպառնալիքները եւ այլն։ Երկրորդը լինելու է անկլավների հետ, ճակերտավոր անկլավների հետ կապված այս հարցերը, հանձնման, ընդունման այս գործընթացները։ Առնվազն 2 տրիգեր։ Թող պատրաստան այդ տրիգերներին։ Թող ինչ որ գործընթաց իրականացնի։ Ես նաեւ ասեմ ավելին, ուրեմն ընդդիմություն աշխատող մարդիկ իրանք ինչ էին չէ ասում միջև ընտրությունները ոնց էին թիրախավորում Հայաստան դաշինքին դե այսքան տարի ազգային ժողովում եղակի դեր գեներացած շարժումներն էլ որևիցե արդյունք չտվեցին եւ այլն բայց Նիկոլ Փաշինյանը ինքը բոլորից շատ լավ է հասկանում որ նույն Բագրատ Սրբազանի շարժումը կամ դիմադրության շարժում ասվածը եթե ինքը իր մեջ պարունակեր բացի փողոցի հետ աշխատանքից, նաև պետական ապարատի հետ աշխատանք, այդ շարժումները իրանք կարային վերջնարդյունքում հասնեն բայց հաջողության։ ընդունեք մի բան, ընդունեք մի բան, որ Փաշինյանին հաջողվել է այնպես տարանջատել հանրության տարբեր մասերի, որ ես չեմ պատկերացնում ունեք այս ընդդիմությունը, այս դեմքերով, այս բեքգրաունդով կարողանա գնալ պետական աշխատողների հետ աշխատել, այսինքն քննարկումների մեջ մտնել։ Այսինքն ու մյուս կողմից այնպեսի տոտալ հսկողություն կա պետական ապարատի վրա, որ ես չգիտեմ մարդկանց ոնց կարելի է։ Այ ես այդ հարցի պատասխանը ասեմ։ Անցյալ շրջանի ու ներկայիս շրջանի տարբերություններից մեկը նաև այլն էր, չկային արտաքին գործոններ, որոնք ուղիղ ազդեցություն կունենային պետական ապարատի ներկայացուցիչների կյանքի որակի վրա։ Հիմա այդ գործոնը կա։ Ես գիտեմ թերահավատորեն ես սրան մոտենում, բայց Ռուսաստանի գործոնը եւ իրենց գործողությունների գործոնը ինքը ուղիղ ազդեցություն է ունենալու պետական ապարատի ներկայացուցիչների կյանքի որակի վրա, որովհետեւ Ռուսաստանը իր գործողություններով այս մարդկանց զրկելու է էժան հեշտ փող ստանալու հնարավորությունից։ Ընդդիմությունը կարողանա չեմ հավատում, գիտեք ինչի, որովհետեւ այս տարի Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց գյուղմթերքի վրա մենք գյուղատնտեսական գործունեությամբ ենք զբաղվում, մենք Ծիրանը կրկնակի թանկ ծախեցինք այս տարի։ Եթե Ռուսաստանը մի 2 սենտ սանկցիա լանի կդզվենք ահագին։ Բորիս, դա առանձին վերցրած ինչ որ դրվագներ են, ես ասեմ ավելին, իմ տպավորությամբ ոնց է իշխանությունը այս պայդրությամբ որոշ առումներով բայց լուծել է, չէ՞ այդ հարցը։ Որոշ առումներով ինքը փորձում է լուծել այս հարցը։ Ինքը ինչ անում, ինքը վերցնում է օրինակ խոշոր արտահանողներին, ինչ որ գումար է տալիս, ասում է դու քո եկամուտը վերցրու, բայց դա գնա գյուղացիների հետ եւս պայմանավորվի, այդ հարցը ժամանակավորապես փակի։ Տես, գյուղատնտեսական ապրանքները մեր ու Ռուսաստանի առևտրաշրջանառության մեջ չնչին տոկոս են կազմում։ Մեծ փողերը, որոնցից օգտվում է պետական ապարատը, իրանք ուրիշ տեղերից են գալիս։ Մարդկա 1.7 միլիարդ դոլարի հեռախոսներ է վաճառում Ռուսաստան։ Ու դրանից դրանք վերավաճառք են, այնպես չէ որ Հայաստանում արտադրվել է հեռախոս։ Իհարկե, բայց ես հասկանում եմ դա ու ես նաև հասկանում եմ թե ով կարա Հայաստանում դրանից օգտվի։ Հաջորդը, եթե իրանք փակեն օդային տարածք, եթե տուրիստական հոսքերը փակեն, գազի, բենզինի եւ այլի գները վերանայեն, թույլ չտան, որ մարդիկ, ովքեր օգտվում են վերավաճառքների համակարգից, բանկային համակարգում հսկայական այդ ծավալների դրամաշրջանառությունից, եթե իրենք դադարեն օգտվել, պետական ապարատի ներկայացուցիչների զգալի հրաշալի օրինակներ բերեցիք պատժամիջոցների, դա ամենապարարտ վիճակը կստեղծի Հայաստանը դնել Թուրքիայի ազդեցության տակ ուղիղ։ Մի բան ասեմ, ժողովուրդ ճանապարհ չկա, մեր ռուս գործիչները մեզ խեղդում են։ Ահա, այստեղ, Բորիս, այստեղ արդեն գալիս է ժողովրդի եւ նրա քաղաքական ու տնտեսական էլիտայի պատասխանատվության պահը։ Եթե քաղաքական ու տնտեսական էլիտան չկարողանան ժողովրդին բացատրել, որ Թուրքիան այլընտրանք չի, ինչ ասեմ, ուրեմն վատ վերջը շատ տրամաբանական է լինելու։
Բայց մյուս կողմից բացի այդ էլիտայից նաև ես ժողովրդին որևէ կերպ չեմ մեղադրում, բայց Ռուսաստանն էլ իր գործառույթները նորմալ չի։ Այսինքն կան պատժամիջոցներ, չկա հանրության հետ աշխատանք, փաթեթավորում, այսինքն տեսեք արևմուտքը երբ որ կիրառում է պատժամիջոցներ, այն վերջի մարդն էլ գիտի այդ պատժամիջոցը ինչի համար է կիրառված։ Իսկ հիմա գյուղացիներից զգալի հատվածն ինձ թվում է իրանք ասում են որ Պուտինն է այս ամեն ինչի մեջ մեղավոր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Ես այդպես եմ ընկալում։ Պլյուս ձուկը լավ չի։ Հա ձուկը լավ չի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում։ Լոլիկից ձկան համագալի։ Ես սրա հետ համաձայն եմ, այսինքն այս խնդիրները իրանք իսկապես կան, բայց հարցը մնում է հետեւյալը, անկախ նրանից այդ փաթեթավորումը կա թե չէ, այդ խնդիրները ձնագնդի պես ավելանալու են։ Ու այս հարցերի լուծումը պետք է տրվի Հայաստանի ներսում։ Պետք է համակարգ լինի, պետք է հնարավոր է, քաղաքական մեծ պրոյեկտ պետք է իրականացվի, որտեղ դու պետք է կարողանաս դա հնարավոր է քաղաքական մեծ պրոյեկտ իրականացնել էթիկայի շրջանակներում, որ կանոնները չխախտվեն էթիկա։ Իհարկե ոչ։ Իհարկե ես դες ասեմ ավելին, դու էթիկայի կանոնները կարաս պահես, բայց գալու են քո վրա թքեն։ Ուրիշ արտահայտություն չեմ անի, գալու են քո վրա թքեն։ Դա մարդկանց մոտեցումն է, իրանք միգուցե այդպես են ճանաչում Հայաստանի քաղաքական դաշտը, այսինքն լավ այսպես ասեմ, այն ամենը, ինչի մեջ գոնե ես ու դուք այս վերջին 8 տարիներին եղել ենք, մարդիկ նոր են այս ամեն ինչի մեջ մտնում։ Միգուցե դրանով մի մասը ցապես հակառակ կողմում էր մինչև դա էլ կա, սա էլ անկեղծ հարցը հախստրանումն է, որ անդիմադիր դաշտը ընդ որում այստեղ բոլորին է վերաբերում։ Միշտ կարծում եմ, որ այն Նիկոլ Փաշինյանը այսպեսի բան չի անում։ Չէ, ինքը կանի։ Ես զարմացա այդ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ կային, ինձ զարմացրեց խոսքը, որ ասում են, բայց Նիկոլ Փաշինյան ընտրություններ կեղծել է քո կարմիր գիծներ, ոնց կե այստեղ զարմանում ես, ասես լավ, մարդը հայրենիքի մեծ կտոր հանձնել անենց էլ բացատրել է, որ Ալիևի քեֆը կբերեր, ասեք Ալիևին էլ արտաքին գործերի նախարարություն պետք չի, որովհետև Նիկոլ Փաշինյանն անում է այդ գործը, որ պիտի իրենց ԱԳՆ-ն աներ։ Հիմա այդքանից հետո ընտրություն կեղծել է դա ինչ է։ Հիկմետ Հաջիևը ԱԳՆ-ն չէ։ Հա, էլի, այդ բանը ինչ, ասեկան ինչ կարմիր գիծ, ինչ ընտրություն չկեղծել, ասեկան ինչու է անդիմությունը, ընդ որում բոլոր անդիմադիր ուժերի մասն է, միշտ սրտի խորքում ինչ որ հույս բան, որ այս մի բանը Նիկոլ Փաշինյանը չի անի։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ոմանց կողմից ընտրվել է հենց այն պատճառով, որ ինքը կարմիր գիծ չունի։ Դրա պատճառով իրան ֆինանսավորել են, բանտից հանել են, այսպես հեշտ թողել են ինքը գա իշխան։ Այ հենց դրա պատճառով, որովհետև ինքը որևիցե կարմիր գիծ չունի։ Ես այստեղ ուրիշ մի բան էլ ասեմ, նույն Ռուսաստանի հետ կապված հարցերում։ Օրինակ տրամաբանությունը, օրինակ այն պետական մակարդակով հայկական կողմին ուղված նամակները Վալենտինա Մատվիենկոյի խոսքը Ռուբեն Ռուբենյանի հետ հեռախոսազրույցում վկայում են հետևյալի մասին. գազի գինը թանկացնելու են, օդային տարածքը փակելու են, բենզինի գինը փոխվելու է, մի խոսքով հնարավոր բոլոր պատժամիջոցները կիրառելու են։ Այստեղ հարց է առաջանում, իսկ դա Նիկոլ Փաշինյանի վրա ազդեցություն ունենալու է, թե ոչ։ Այսինքն դրանից հետո ինքը ինչ որ մի կերպ իր մոտեցումները ոչ, ինքը իր մոտեցումները չի փոխելու։ Ես չգիտեմ Ռուսաստանում սա անկալում են թե չէ։ Ես դրա համար եմ ասում, որ եթե դու այստեղ գործողություն ես իրականացնում, ես կարծում եմ Ռուսաստանում չեն անկալում, ինչու։ Որովհետև երբ դու մի հասարակությանը կարողանում ես համոզել, որ այսինչ պետությունը քո թշնամին է, այդ պետությունը որ ասում է այսինչ բանը չանես գազը կթանկացնեմ, դու չես ենթարկելու իր։ Պատկերացրեք, ասենք 2018, դիցուկ պատկերացրեք 2018-ից առաջ Հայաստանում հայտարարեն, որ այսինչ բանը չանեք, Ադրբեջանը Այս մարդիկ արդյոք կանեն Ադրբեջանի կամքը, չէ։ Հիմա ինչու Ռուսաստանում չեն գիտակցում, այն ինչ որ ակնհայտ տեսանելի է, որ Հայաստանում արտաքին թշնամու փոփոխություն է տեղ ունեցել։ Քարոզչական դաշտում ես այդպես չեմ ընկալում, Ռուսաստանը մեր թշնամին չի։ Ռուսաստանը Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամն է։ Լավ, վատ թերություններով, ինչպես մենք ենք մեր թերություններով, բայց հասարակության լայն զանգվածների Փաշինյանի իշխանությունը քարոզչամեքենան կարողացել է դրան հասնել։ Հիմա երբ որ այդ թշնամիների արտաքին թշնամու փոփոխություն է տեղի ունեցել, Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ իրենք չունեն այլևս այն հնարավորությունը, որը ունեին մինչև 2018 թվականը։ Այո, ես լրիվ համաձայն եմ սրա հետ, բայց ես շարունակում եմ պնդել նույնը։ Գոյություն ունի կոլեկտիվ պատասխանատվության էլեմենտ, եւ ժողովուրդը պետք է պատասխանատվություն ստանձնի ինչ որ գործողությունների համար, թեպետ ես այստեղ լրիվ համաձայն եմ, մենք ոչ թե ժողովրդին քննադատում ենք, այս
պիղծ մտնոլորտում ժողովուրդը գնացել է հետևանքները մենք բոլորս ենք կրելու։ գնացել է 50+1 Նիկոլ Փաշինյանին չի տվել, տոկոսային առումով էլ անդիմությունը 18-ի նկատմամբ ինքը ավելի շատ է աճել, քան իշխանությունները։ Մենք իրականում adekvat ժողովուրդ ունենք։ Խնդիրը այդ adekvat ժողովրդին կոնսոլիդացնելն է, որ ինքը պատասխանատվություն կրի իր ապագայի համար, բայց այստեղ շատ կարևոր է հասարակության քաղաքական եւ տնտեսական էլիտաների գործողությունները։ Դա կլինի թե չի լինի, ես չեմ կարող ասեմ, բայց իրականությունը ես դրա համար զգալի մասը մտածում է ոնց Փաշինյանը այդ պայմանավորվի, որ իր գույքը փրկի։ Ես դրա համար եմ ասում, կա ֆորմալ ընդդիմություն ու կա իրական ընդդիմություն։ Մենք ի վերջո երևի խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր իսկապես ուզում են հայտ ներկայացնել Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնել քաղաքական դաշտում, այլ ոչ թե 18 թվականի նման գան Նիկոլ Փաշինյանին փոխեն, նույն քաղաքական ծրագիրը իրականացնեն։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Հետաքրքիր զրույցի համար ես շնորհում եմ Բենյամին Մաթեոսյանից, տեսություն կհանդիպենք։